Դե ինչ, մոտենում են ընտրությունները, բան չմնաց, կարելի ասել ամենաճակատագրական ընտրությունները հայի վերջին ճակատագիրը, վերջին որոշիչ անկում կամ ինչ-որ միջավ հաղթահարում։ Ու այստեղ երկար հետևելով, ուսումնասիրելով ինձ մոտ հարց է առաջանում շատ բնական, քանի որ հարթակում դեռևս ամենաակտիվն է իմ ձևով, թե մեր ձևով շարժումը, որտեղ այո ես ինքս եմ գրանցված, հանդիպել ենք, խոսել ենք ամենայն հարգանքով, բայց ես իրական ճիշտ մարդ եմ, ինձ համար չկա որևէ ուղղություն, որևէ կողմ, կողմնակից կամ միայն իրականը։ Հարց ընտրություններին մասնակցել պատրաստվող մեր ձևով շարժմանը, ընդհանուր Սամվել Կարապետյան, Նարեկ Կարապետյան։ Արդեն սկսված այս նախնական ձեր զրույցների, խոսքերի մեջ, խոստումների ընթացիկ կայանալիք ինչ է լինելու, ինչքան լավ բաներ, լավ ծրագրեր, ընտրություններում ձեր հաղթանակից հետո շատ գովելի է, որտեղ մեծամասամբ ինչպես ուսումնասիրում եմ, ամենաշատը իմ ականջին է հասնում, կամ էլ ես երևի թե ուշադիր չեմ, տեղյակ չեմ, չգիտեմ, ամենակարևոր թեմայի մասին, իսկ առաջնային երկրի ղեկավարը, վարչապետը մեկ դրամ է աշխատավարձ ստանալու, ասում եք, ինչ-որ շատ մի քանի հազարավոր աշխատատեղեր, նոր ձեռնարկներ, թոշակառուների հետ կապված, երկրի բարելավման հետ կապված, ամեն ինչը շատ լավ է, ստացվում է կենցաղային կյանքի խնդիրներն առաջնային։ Բայց ինչպես նայում եմ, ուսումնասիրում եմ, դեռևս որևէ տեղ չեմ լսել ամենակարևոր խոստումները։ Չգիտեմ, ով ինչպես կմտածի, առաջնահերթ դա վրեժի պես իմ հոգում, իմ սրտում, իմ աչքի առաջ է։ Կարևոր խոստումները։ Ժողովուրդ, որևէ մեկը լսել եք, միգուցե լսել եք, ես ուշադիր չեմ եղել, տեղյակ չեմ, կամ եթե այո, ասեք, ինձ սրանք են հետաքրքրում, հարգելի Սամվել Կարապետյան, նաև Նարեկ Կարապետյան, ձեր խոստումների, ձեր ակնկալիք անելիքների մեջ կամ եղել են, միգուցե ես լավ չեմ լսել, որ մենք իմանանք, ես ինքս իմանամ հստակ, հավատում ենք, վստահում ենք, կանգնում ենք ձեր թիկունքին, թե ոչ, ամենակարևոր խոստումները։ Այ օրինակ, կա այսպիսի հարց. Արցախի վերադարձման հարցը ցանկացած գնով, թեժ պայքարով, անգամ կյանքի գնով, Արցախի վերադարձման հարցը, Արցախի մասին խոսել եք, երբ բերվելու է այդ ամենը ինչ կորցրել ենք, թե ոչ։ Հաջորդը, չեմ հիշում, չեմ լսում, կան նման խոստումներ, նման թեմա երբևիցե առաջարկվել, ասվել է ձեր կողմից, որ պետք է առաջնահերթ վերականգնել հարաբերությունները բոլոր բարեկամ երկրների հարևանների հետ, նաև առաջացնելով այնպիսի համագործակցություն, որպեսզի մեր երկիրը կրկին հզորանա, ուժեղանա, այո, զենք ներկրվի երկիր, բանակը հզորանա, կրկին կայունանա այնպես, որից հետո բնականաբար կծագի Արցախի հետ վերադարձման հարցը, մեր սահմանների ուժեղացումը, եռաբոլորում պարզապես, ինչպես ասում է, առ ոչինչ ննջող տղաների վրեժը, 5000 եւ ավելի երեխաների, որոնք դեռ կյանք չէին տեսել, կռվող տղաների, ամեն մեկը մի տան ճրագի վրեժը։ Այդ հարցը, այդ վրեժը, այդ ծրագիրը ունեք, թե ոչ։ Ինչպես է առնվելու այս վրեժը եւ մնացած հաշմանդամներ, ինչպես է դեմ առնվելու այս ցավին։ Ինչ ծրագիր կա սրա հետ կապված։ Օրինակ, ինձ շատ հետաքրքիր է։ Եվ ամենակարևորը, ես անհամբեր սպասելու եմ այս տրվածս հարցերի որպես ծրագիր պատասխանին ինչ է ասվում։ Ինձ սա է հետաքրքրում։ Իսկ դու մեր շատերի խելացի հայրենասեր մարդկանց առաջնայինը սա է հետաքրքրում, այն ինչը որ շեշտեցի։ Մնացածը կենցաղային հարցեր են, իհարկե պետք է լինեն ինչը որ դուք ասել եք, բայց ամենակարևորը սրանք են։ Իսկ ամենավերջին կետը, որ պարզապես, չգիտեմ, շունչս ինչպես պահեմ, ինչպես արտահայտեմ դեմքից արտահայտությունը, ինձ ձայնով կարողանամ խոսել, ներկայացնել, որ այլ ավելի հասկանալի լինի ցավս եւ ատելությունս հենց այս թեմային։ Արդյոք վրեժ լինելու է, թե ոչ։ Կարող է լինելու է այնպես, որ ձեր ընտրվելու դեպքում 2018 թվականից մինչ այս պահը բոլոր տականքները ունենալու են ներում, կամ պարզապես կարողանալու են երկրից փախնել, մեկ այլ տարբերակով ձեզ հետ ինչ-որ հարցեր կարգավորել, այսինքն կերածները մարսել, ցանկացած տարբերակով վրեժը մեր կոտորված բալեքի, կորցրած Արցախի եւ այս 2018 թվականից սկսած մինչ այս պահը ամենադաժան, ամենածաղրական, ամենաատելի վերաբերմունքը հենց սեփական ազգի հանդեպ, ամենագլխավորը, այսքան կյանքերը խլող եւ հայացիությունը վերացնող, հայկական ամեն ինչը հերքող տականքի հանդեպ արդյոք լինելու է վրեժ ամենախիստ ձևով, որտեղ միևնույն է կյանքերը հետ չենք բերի, բայց ինչպես ասում ենք, ասենք օխայ, ձեռքներս կրծքներից դրած ինչ որտեղ հանգստացանք։ Ես սպասում եմ վրեժի, անձամբ ինձ միայն դա է հետաքրքրում, աշխատատեղերն էր, թոշակներն էր, վարչապետի 1 դրամ ստանալ չստանալն էր, ինձ հետաքրքրում է վրեժ, եթե որևիցե մի ուժ գալու է իշխանության եւ չի լինելու վրեժ, դուք ինձ համար, մեզ համար հավասարեք
նույն այս հայտարարք թուրքաթաթախ բանդայի շարունակությունը, եթե չի լինելու այն վրեժը, որը գրեթե 7 տարի ատամներս ծեղված սպասում ենք, լինելու է թե ոչ, ինչ կպատասխանեք ամենակարևոր հիմնական այս թեմաներից, որ որպես ծրագիր կարծես թե դեռևս չեմ լսել, հա, իմիջիալոց վերջում եմ մի բան ասեմ, որևէ ժեղ հանկարծ իմ զրույցից, իմ թեմաներից հանկարծ չուրախանա, հանկարծ չփորձեք լծվել այստեղ, այս կստիկով ինչքան ժեղի ճանճակ սատկացնեմ, իսկ ընդդիմադիրներ, կեղծ սուտ, փուչ, խայտարակ ընդդիմադիրներ, այս 7 տարիների ընթացքում, նման խայտարակ ընդդիմություն այն ինչ մենք ունենք այս տարիներին, բնականաբար կունենայինք այս խայտարակ ժեհապետությունը, այստեղ ոչ թե գլխավոր պիղծն ու պղծազանգվածն էին ուժեղ, այլ պարզապես խայտարակ տարբեր ընդդիմությունները թքած եք ունեցել եւ ունեցաք ամենի վրա, ձեր կյանքը, ձեր հագուստը, ձեր մեքենան, ձեր տուն ու տեղը, ձեր երջանիկ վայելքները, ձեր մի մազը չծռվելը, հանկարծ չվնասվեիք, չվիրավորվեիք, ավելի թանկ էին ուղղակի հողում փտող երիտասարդ բալեքից։ Սպասում եմ պատասխաններին, տեսնենք այս իմ նշած ծրագրերը կան, թե չէ։ Հարգելի մեր ձևով շարժում, Սամվել Կարապետյան, Նարեկ Կարապետյան, հարգանքներով։